Ինչ է տալիս ադրբեջանական դիզ վառելիքը Հայաստանին։ Ռուսաստանը իրական առևտրաշրջանառության ծավալների աճ այս պահին չունենք։ Թրիփի ուղին մի փոքր խոսենք այս մասին։ Սա ինչքանով է հավանական համարում նախ եւ երկրորդը ինչ հնարավորություններ է ստեղծելու։ Հայաստանը վերջի 7 տարիների ընթացքում իր պետական պարկը կրկնապատկել է։ Այ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է օգտվել այդ հնարավորությունից։ Հնարավոր չի Հայաստանը լինի եւ ԵԱՏՄ-ի անդամ եւ ԵՄ-ի անդամ։ Իմիջիալից այս մասով որևէ նմանություն չես տեսնում նույն Սերժ Սարգսյանի քաղաքականության հետ։ Թրիփից նաեւ օգտվելու հենց ռուսական կողմը։ Դեպի ուր են գնում, դեպի Թուրքիա, դեպի ԵՄ։ Ամեն երրորդ երեխան աղքատության մեջ է։ Ինչ սպասենք 2026 թվականին։ Մոտ 30,000 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը։ 2025 թվականի վերջից Հայաստան է գալիս ադրբեջանական դիզ վառելիք, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս ղազախական ցորեն։ Ինչ է տալու սա Հայաստանին։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հնարավոր է արդյոք առևտրաշրջանառություն, ինչ օգուտներ մենք կարող ենք ունենալ եւ ինչ ռիսկեր է սա պարունակում։ Ողջույն։ Այսօր իմ հյուրն է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ում հետ միասին կփորձենք հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը այժմ, ինչ սպասելիքներ ունենք եւ ինչ ռիսկեր կան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Սկսենք ամենասկզբից։ Ինչ է տալիս ադրբեջանական դիզ վառելիքը Հայաստանին։ Նախ նշեմ, որ այս գործարքը պետք է բաժանել երկու մասի։ Այսինքն առաջի գործարքը վերաբերում է վառելիքին, այսպես ասած նպատակը, երկրորդը շրջափակմանը, ապա շրջափակմանը եւ այսպես կոչված խաղաղության օրակարգին։ Հայաստանը տարեկան մոտավորապես 460,000 տոննա վառելիք է ներկրում եւ սպառում, դա մեր ընդհանուր շուկան է։ Մոտ 90%-ը մենք ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունից ներկրում ենք այսպես որոշակի արտոնյալ պայմաններով, ներքին գներով, այլ բան, որ Հայաստան հասնում է դրանց գները բարձր են, երբեմն նաև մեր ժողովրդի կողմից արդարացի քննադատվում են, համեմատում են Վրաստանի հետ, ասում են մեր մոտ բարձր, բայց ընդհանուր առմամբ ասեմ, բավական մենք արտոնյալ գներով ենք ձեռք բերում, մեծ գումար է կազմում տրանսպորտային ծախսերը, հարկեր եւ այլն։ Եվ պետք է նշեմ, որ վառելիքի շուկան Հայաստանի պարագայում այսպես բավական կենտրոնացված շուկա է, այստեղ երկու տնտեսվարողներին բաժին են գնում շուկայի ավելի քան 60%-ը, որոնք ներկրում են Ռուսաստանից։ Սա մեր շուկայի իրավիճակն է եւ շուկայի դիվերսիֆիկացման տեսանկյունից անշուշտ Հայաստանը պետք է փորձի գտնի այլ երկրներից մատակարարումներ, որը թույլ կտա նվազեցնել կախվածությունը, զսպել գնային տատանումները, տնտեսության դիմադրողականությունը բարձրացնել, այդ տեսանկյունից մենք պետք է դիտարկենք։ Հիմա երբ որ հայտարարվեց, որ Ադրբեջանից վառելիք է ներկրվում եւ առաջի խմբականակը եղավ հենց պրեմիում բենզինը, մենք պետք է հասկանանք, որ սա առաջին հերթին այսպես քաղաքական գործարք է, հանրությանը ազդակ փոխանցելու, ինչպես ներքին եւ արտաքին, որ խաղաղության դարաշրջանը եկե, մենք այլևս չենք կռվում, առևտուր ենք անում։ Մի հայտնի խոսք կա, երբ որ իրար չեն կրակում, սկսում են առևտուր անել։ Այսինքն ըստ էության նրանք փորձում են այդ այսպես տեսական տրամաբանությունը շարունակել, որ այո, մենք սկսել ենք առևտուր անենք, հետեւաբար մեր գործերը դեպի խաղաղություն հստակ երևում է։ Եվ այս համատեքստում նայելով պետք է նշեմ, որ այդ ազդակը բավականին լավ իրանք հասցրեցին հանրության եւ այստեղ եւ միջազգային, որ տեսեք մենք արդեն գրեթե խաղաղության ենք հասել։ Այլ բան, որ չկա ստորագրված համաձայնագիր, բազմաթիվ պահանջներ նոր դնում Ադրբեջանը եւ այլն, դրանց մասին կարծում եմ այս դեպքում իմաստ չունի խոսալ, բայց այդ ազդակը իրանք փոխանցեցին եւ այս տնտեսական գործարքի ամենամեծ մասնաբաժինը հենց այդ ազդակն էր, որ նրանք տվեցին հանրությանը, որ մենք եկել ենք խաղաղության։ Եվ մի կարևոր առանձնահատկություն այն է, որ այս գործարքը իրականացվեց իշխանության մոտ գտնվող տնտեսվարող սուբյեկտի միջոցով, այսինքն ոչ այն երկուսի միջոցով, որոնք շուկայի մասնաբաժինի մեծ մասն են, սա եւս ցույց է տալի, որ այստեղ բավականին լուրջ քաղաքական այսպես կոմպոնենտ կա, եւ մյուս կարևոր հանգամանքը այն է, որ նրանք սրա միջոցով ոչ միայն քաղաքական հարց են փորձում լուծել, այլ նաեւ եթե այսպես երկարաժամկետ մատակարարումներ Ադրբեջանի շարունակվեն, ապա մեր շուկայում կարող ենք ունենալ այսպես
մասնաբաժինների փոփոխություն, այսինքն այն երկուսը, որոնք Ռուսաստանից ներկրում են, կարող են իրենց մասնաբաժինները զիջեն Ադրբեջանից ներկրող այս տնտեսվարող սուբյեկտներին։ Այսինքն կարան շուկան վերաբաշխում կատարել, կարող այսպես ասած կապիտալի վերաբաշխում կատարվի մեր տնտեսության մեջ։ Եվ սա էլ այսպես կարող է իր հետագա տնտեսական թաքնված հետևանք ունենալ։ Մենք խոսեցինք Ռուսաստանից ներկրելու մասին 2025 թվականին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 50%-ից եւ ավել կրճատվել է։ Սա ինչով կարող է վնասել Հայաստանին։ 2024 թվականին մենք ունեցանք աննախադեպ բարձր առևտրաշրջանառություն, մոտավորապես 13 միլիարդ դոլարի չափով, բայց այդ առևտրաշրջանառությունը այսպես փուչիկ էր, քանի որ հիմքում ընկած էր ոսկու վերարտահանումը եւ ադամանդի վերարտահանումը։ Միայն 4.7 միլիարդ դոլարի մենք ոսկի վերարտահանեցինք Արաբական Էմիրություններ, մոտ 1 միլիարդ դոլարի չափով ոսկի վերարտահանեցինք Չինաստան եւ այլ ուղղություններով, այսինքն դա մեր արտադրանքը չէր եւ դա ինչպես մի քանի ամսում եկավ, այնպես է մի օրում այսպես անհետացավ։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանը չուներ ոսկու վերարտահանման տուրք, իսկ Ռուսաստանը ուներ եւ ձեռնտու էր ռուսական ոսկին առանց տուրքերի առանց հարկերին բերել Հայաստան եւ տեղափոխել այլ երկրներ։ 2024 թվականի մայիսին Ռուսաստանը հանեց վերարտահանման տուրքը, Հայաստանը դրեց վերարտահանման տուրքը եւ այդ գործակները գրեթե կրճատվեցին կամ վերացան։ Էլի շարունակում է որոշակի այսպես ցավալի ոսկու վերարտահանում, ոսկեզարտերի վերարտահանում, բայց դա այսպես այն մասշտաբները չեն, որովհետեւ հիշեցնեմ մոտավորապես 20 անգամ ավելացել է այսպես կոչված ոսկեշչության ծավալներ Հայաստանում։ Ոսկու ձուլակտորը ոսկեշչական արտադրանքի տակ փորձում էին վերարտահանել եւ այդպես էին ձևակերպումները տալիս։ Հիմա դա չունենք, այդ փուչիկը այսպես անհետացավ։ Անշուշտ դա էլ բերեց մեր Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալների 50%-ով նվազեցման, ավելին ասեմ, այս նույնիսկ այս 50%-ի մեջ կա փուչիկ։ Նույն օրինակ էլեկտրատեխնիկայի սարքավորումները դարձյալ վերարտահանումը շարունակում են դեպի Ռուսաստան եւ պատական չէ որ մեր 1000 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվեցին էլեկտրատեխնիկա ներկրող կազմակերպություններ դա Հայաստանի շուկայի համար չի դա ռուսական շուկայի համար վերվում է արտահանվում է Ռուսաստան նույնիսկ ուզում եմ նշեմ որ նույնիսկ այդ 50%-ի մեջ էլ կա փուչիկ որ ինչ որ մի этаպում կարող է դա էլ վերանալ այսինքն մենք բավականին լուրջ մտահոգվելու տեղ ունենք, քանի որ իրական արտահանում դեպի Ռուսաստանը իրական առևտրաշրջանառության ծավալների աճ այս պահին չունենք։ Ճիշտ հակառակը այդ փուչիկները հանում են, կտեսնենք անկում ունենք։ Այս պայմաններում դեպի ուր է գնում Հայաստանի տնտեսությունը, այսինքն եթե Ռուսաստանի հետ հանդիսանում է տնտեսական մեր ամենախոշոր գործընկերը, մենք հարաբերությունները չենք խորացնում, դեպի աճ միտվածություն չկա, դեպի ուր են գնում, դեպի Թուրքիա, դեպի ԵՄ, գուցե։ Քաղաքական հայտարարություն, բայց պետք է նշեմ, որ 2022 թվականից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տնտեսական հիմքի վրա բավականին ավելացել են։ Հին խոսք կա, ասում են թվերը չեն ստում։ Դրա պարզ օրինակը մեր առևտրաշրջանառությունը, փողերի այսպես շրջանառությունը Հայաստանի տարածքով որքան էլ տարօրինակ հնչի, բայց պետք է նշեմ, որ Հայաստանի լավ հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ հարաբերությունից ավելի շատ հենց հիմա օգտվում է հենց Ռուսաստանը, որտեղ իր տնտեսությունը սպասարկում է Հայաստանը, նույն փողերի մասով, ապրանքների մասով, սարքավորումների մասով։ Այս պահին Հայաստանը օգտվում է ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքից։ Տարիներ շարունակ, երբ որ նշում ենք, որ դա հնարավորություն է, այո, մենք արդեն այդ հնարավորությունը կարող ենք ասել ստացել ենք եւ օգտվում ենք բավականին ակտիվ։ Եվ գործող իշխանությունները թիվ 1 շահառուն են, քան որ իրենց տնտեսական ցուցանիշները, բյուջեի հիմքերը, հավաքագրումները դա են ապահովում։ Նրանք կարող են հակառուսական հայտարարություններ անել, այսպես պրոարևմտյան քայլեր անել, բայց հիմքը այն է, որ ռուսական տնտեսության շնորհիվ կամ ԵԱՏՄ անդամ լինելու այդ հանգամանքի շնորհիվ Հայաստանը բավական լուրջ եկամուտներ ունի, տնտեսական աճ ունի, շրջանառություն ունի, դրամապացույցը նաև բանկային համակարգն է, որը վերջի տարիների ընթացքում բավականին բարձր շահութաբերություն է ապահովում, միայն օրինակ 2024-ին 353 միլիարդ դրամ, այսինքն 1 միլիարդ դոլար
մաքուր շահույթ են ստացել բանկային համակարգը, դա ռուսական տնտեսության սպասարկման համար է։ Այսինքն կարող ենք փաստել, որ այն հայտարարությունները, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, մեր տնտեսության ուղղությունը փոխվում է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում է խզել, Ռուսաստանից ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ այլն, ավելի շատ հայտարարության մակարդակում են եւ 4 թվերի մեջ։ Այո, 4 թվերի մեջ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ավելի լավ սպասարկել ռուսական այսպես տնտեսական շահերը, քան այլ ռուսամետ, այսպես ասած, քաղաքական գործիչ, որը Հայաստանում կլիներ։ Քանի որ ինքը իր արևմտամետ, այսպես կոչված, այս շրջանակներում ինքը կարողանում է ապահովել այդ փոխանցումները, Հայաստանը չի հայտնվում սանկցիաների տակ, որը կարող էր հայտնվել, նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն էր ժամանակ այսպես պորտքում, այդ ինչու Հայաստանին սանկցիաների տակ չեք գցում, երբ որ մենք նույնը անենք, մեզ սանկցիաների տակ գցեք։ Այսինքն ակնհայտ է կա շահեր եւ արևմտյան եւ ռուսական եւ այս պահում Նիկոլ Փաշինյանը օգտվում է այդ երկու հնարավորություններից է եւ քանի դեռ պատերազմը շարունակում է Ուկրաինայում, Ռուսաստանի թիվ 1 խնդիրը այս պահին տնտեսությունն է։ Բյուջեի ապահովումը, ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը, փոխանցումների կատարման այդ սխեմաների արկայությունը պատահական չէ, նույնիսկ որ իրենք պաշտպանության նախարար նշանակեցին տնտեսագետի, այսինքն ակնհայտ է, որ այս պահին իրենք պատերազմի հիմնական այսպես խնդիրը տեսնում են իրենց տնտեսական դիմակայությանը ավելացումը, ամրապնդումը։ Եթե այդ խնդիրը լուծեն, իրենք կարող են նաև երկարատև շարունակել պատերազմը։ Եվ այս համատեքստում պետք է նայենք, որ Հայաստանը շահում է, եւ պետք է փորձի այդ հանգամանքը օգտագործել, զարգացնել երկու կողմերով իր հարաբերությունները եւ ԵԱՏՄ-ի հետ եւ ԵՄ-ի հետ, եւ փորձելով այս երկու ուղղություններով է իր օգուտներ ունենալ։ Ուղղակի այստեղ կարևոր հանգամանք ուզում եմ նշել, որ այնպես չէ որ միայն Ռուսաստանն է շահում, նաեւ ԵՄ-ն է շահում, որովհետեւ ԵՄ-ի սարքավորումները, տեխնիկան Հայաստանի միջոցով վաճառվում է Ռուսաստանում, այսինքն իրենց կազմակերպություններն են օգտվում։ Այսինքն Հայաստանը փաստացի հայտնվել է այդ խաչմերուկում եւ միջնորդի դերն է կատարում։ Այդ փոխանցումները, որ գալիս են Ռուսաստանից գնում են արևմուտք, այստեղ մի դրամն է մնում, 99%-ը գնում է արևմուտք։ Բայց ամեն դեպքում մենք էլ ենք օգտվում։ Այո, ուզում եմ, որովհետև շատ հաճախ մարդիկ խոսում են ինչպես կարելի է պատերազմի վրա փող աշխատել, երեխաների կյանքերի վրա փող աշխատել, բայց այդ $100 պայմանական, որ Հայաստանով անցնում է, $1 է մտնում, $99 արևմուտքում է հայտնվում, այդ գումարները։ Սա ոչ այսպես անբարոյական քայլ է, սա զուտ տնտեսություն է, տնտեսական շահը, որ բոլորը փորձում են օգտվել այս իրավիճակից, եւ Հայաստանն էլ բավականին ակտիվ կարողանում է օգտվել ու այս վերջի տարիների տնտեսական աճը, զարգացումները դրա արդյունք են, դա նույնիսկ չեն թաքցնում իշխանությունները։ Այսինքն կարող ենք փաստել, որ ամեն դեպքում տնտեսական ուղղությունը Նիկոլ Փաշինյանի մոտ հաջողված է։ Այս պահին կարող ենք ասել, որ տնտեսական ուղղությունը ինքը երկու ուղղություններից է կարողանում է առավելագույնը քաղել, այն իր հայտարարությունը, որ մենք ԵՄ կարող ենք անդամակցել, կարծում եմ այս պահին ուղղակի այսպես բլեֆ է եւ դարձյալ այսպես պոպուլիստական իր հերթական շարքից է, որովհետեւ հնարավոր չի Հայաստանը լինի եւ ԵԱՏՄ-ի անդամ եւ ԵՄ-ի անդամ, որովհետեւ կստացվի, որ ԵՄ-ի ապրանքները առանց մաքսատու կգան Հայաստան ու առանց մաքսատու կգնան Ռուսաստան եւ հակառակը։ Բացի այդ ԵՄ-ն էլ այնպես չի, որ այս պահին պատրաստ է Հայաստանի անդամակցության հարցը քննարկել կամ ընդունել, ուղղակի մենք պետք է զարգացնենք ԵՄ-ի հետ նոր արտոնություններ ստանանք տարբեր սարքավորումների մասով, այսպես հնարավորություններ ունենանք, ներկրենք, վերարտահանենք կամ գոնե սանկցիաների տակ չընկնենք, հա, այսպես ասած, հա, մոտավորապես 1 տարի, 2 տարի շարունակենք այս հնարավորությունից օգտվել։ Սա պետք է դիտարկել մեր առաջնայինությունը եւ տնտեսության ընդհանուր վիճակը ապահովելու համար, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, սա կարճաժամկետ է, ինչպես դրսից գալիս, այնպես էլ կարող է մի օր անհետանալ։ Ոնց որ տեղի ունեցավ, երբ ռուս միգրանտները եկան ավելի շուտ պատերազմի ժամանակ, բավականին շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եկան Հայաստան, մեր տնտեսությունը աճ ապրեց, բում ունեցանք, բայց հետո ինչ տեղի ունեցավ։ Վարձակալության շուկայում, հանրային սննդի շուկայում, բայց մենք պետք է այս աճից օգտվենք, փորձենք տնտեսության մեջ որակական փոփոխություններ բերենք, տնտեսության կառուցվածքը։ Այս սա եմ ուզում քննարկենք, արդյոք կարողանում է կառավարությունը օգտվել այդ աճից։
եւ ճիշտ ուղղություններ զարգացնել։ Ցավոք սրտի ոչ, քանի որ կառավարությունը նույնիսկ իր պաշտոնական այսպես թվերով ցույց է տալի, որ տեղական արդյունաբերությունը բավականին լուրջ այսպես խնդիրներ ունի։ Պայմանավորված արդյունավետության աճով, դոլար դրամից փոխարժեքով, տրանսպորտային ծախսեր եւ այլ հանգամանքներով։ Այսինքն մեզ մոտ չունենք տնտեսության մեջ որակական փոփոխություններ։ Մեր տնտեսությունը դարձյալ աշկենկում ցածր արդյունավետությամբ, ցածր արտադրողականությամբ եւ երբ որ այս դրսից այսպես մուտքը կրճատվի, մենք հայտնվելու ենք կոտրած տաշտակի առջև եւ պետք է դրան պատրաստվել։ Դրան պատրաստվելու համար պետք է տնտեսության մեջ որոշակի այսպես կառուցվածքային փոփոխություններ անենք, արդյունաբերությունը տեղական զարգացնենք, կոնյակագործություն, գինենք, նույնիսկ Հայաստանի այսպես ավանդական ճյուղերը բավական լուրջ խնդիրներ ունեն։ Փորձենք մուտք գործել եվրոպական շուկա, արևմտյան շուկաներ, այսինքն մենք այս հնարավորությունը պետք է օգտագործենք դիվերսիֆիկացնելով նաև շուկան։ Օրինակ շատ հաճախ այսպես կա խոսույթ, որ պետք է Ռուսաստանից հրաժարվենք ռուսական շուկաներ։ Եկեք զուգահեռ զարգացնենք արևմտյան շուկաները։ Ինչ ենք անում։ Զարգացնենք, նոր հրաժարվենք։ Պետք է հրաժարվել, պետք է երկուսից էլ օգտվել։ Դրա վառ օրինակը պետք է լինի Վրաստանը, որ փորձեց այսպեսի գինիները տանի Եվրոպա, չհաջողեց, 1-2 տարի փորձեց, հիմա էլի վերադարձել է ռուսական շուկա։ Այսինքն մենք նոր անիչ պետք է հորինենք, հասկանանք, որ մեր ամենամոտ շուկան Ռուսաստանն է եւ պետք է այդ շուկայի հնարավորությունից մաքսիմալ օգտագործենք։ Զուգահեռ բնականաբար փորձենք համապատասխանեցնել մեր ապրանքների ԵՄ ստանդարտներին, ԵՄ շուկայում նոր մասնաբաժին գտնենք, դա ոչ մեկ մեզ չի սահմանափակում։ Թրիփի ուղին մի փոքր խոսենք այս մասին։ Սա ինչքանով է հավանական համարում նախ եւ երկրորդը ինչ հնարավորություններ է ստեղծելու։ Ըստ իս սա ավելի շատ քաղաքական այսպես ծրագիր է, քան տնտեսական։ Գաղտնիք չէ, որ 2020 թվականից հետո Հայաստանը իր անվտանգությունը չի կարողանում ապահովել ամբողջ ծավալով։ Մի որոշակի շրջան այսպես Իրանն էր դարձել Սյունիքի երաշխավորը, այսպես անվտանգության ապահովողը, բայց Իրանում էլ իրավիճակը փոխվեց, հունիսին նաև հարձակում եղավ, ներկայումս էլ բավական լուրջ խնդիրներ կա։ Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային այստեղ ճնշելու այսպես մեխանիզմներ էին փնտրում։ Եվ այդ մեխանիզմներից մեկը իրենք դիտարկեցին TRIP-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ բերելը, TRIP-ի անվան տակ։ TRIP-ի ստորագրումը պետք է թիվ 1 խնդիրը անվտանգության ապահովումն է, որ Սյունիքի նկատմամբ հնարավորինս նվազեցնել ագրեսիայի հնարավորությունները ԱՄՆ-ի խավորությամբ։ TRIP-ի պահով կարող եմ նշել, որ այս պահին ԱՄՆ-ի համար թիվ 1-ը քաղաքականն էր, այսինքն իրենք փորձեցին խաղաղությունը հաստատել։ Բացի այդ նաև ակնհայտ է, որ այս խաղաղության հաստատումից նաև շահառու էր Ռուսաստանը եւ պատական չէ, որ ռուսական կողմն է նաև ողջունեց TRIP-ի ստորագրումը, TRIP-ի հետ կապված այսպես համաձայնագրերի ստորագրությունը Վաշինգտոնում, քանի որ նրան նույնպես ներկայումս պատերազմ պետք չի այս տարածաշրջանում։ TRIP-ի վերագործարկման պարագայում Հայաստանը կարող է ունենալ նաև տնտեսական բավականին լուրջ հնարավորություններ։ Թիվ 1 հնարավորությունը դա ապաշրջափակումն է։ Մենք երկու կողմից շրջափակված ենք եւ դա լուրջ համանախապակում է մեր տնտեսական հնարավորությունները, տրանսպորտային ծախսերն է ավելացնում եւ այլն։ Բայց զուտ Հայաստանի համար, TRIP-ի այդ հատվածի, Մեղրու հատվածի 42 կիլոմետրի շահագործումը այդքան տնտեսական գրավիչ չէ, որքան ենթադրենք Իջևան, Ղազախ, հյուսիսային ուղղությամբ երկաթուղու վերագործարկումը։ Քանի որ մեր բեռները Մեղրուց մենք չենք հասցնել, Երևանից չենք հասցնելու Մեղրի, հետո Բաքու, հետո Ռուսաստան կամ ԵՄ, մեզ ավելի շատ հարմար է հենց այդ ճանապարհը, ավելի կարճ ճանապարհը։ Բայց ադրբեջանական կողմին դա այսպես նաև քաղաքական այսպես ծրագրի մաս է կազմում, նրանք ուզում են Նախիջևան-Ադրբեջան կապը ապահովել, ինչպես նաև Թուրքիայի հետ կապը ապահովել, որը կստեղծի իրենց համար հնարավորինս քիչ այսպես սահմանափակումներով բեռնափոխադրումներ։ Իդեպ նշեմ ստեղ, որ ինչպես Հայաստանն է շահագրգռված հապաշրջափակում ունենալ, այնպես էլ
Թուրքիան եւ Ադրբեջանին են պետք ունենալ Հայաստանով բեռնափոխադրման հնարավորություն։ Քանի որ վերջին տասնամյակների ընթացքում Վրաստանը պարբերաբար թանկացրել է տարանցման գումարները ինչպես հայկական ընկերությունների համար, այնպես էլ ադրբեջանական, թուրքական ընկերությունների համար։ Այսինքն ունենալով Հայաստանով այլընտրանք արևելք-արևմուտք, նրանք կարող են ավելի ուժեղ դիրքերի ենթադրենք վրացական կողմի հետ գնալ տարանցման գումարների քննարկման եւ այլ։ Այսինքն բավականին փոխադարձ շահեր կա այս առումով։ Այնպես չէ որ միայն Հայաստանն է շահում, նաեւ ադրբեջանական Այս մասին ուզում եմ քննարկենք, տեսը տնտեսական առումով Հայաստանի եւ Ադրբեջանների բանակցություններում արդյոք հայկական կողմը պնդում է հայկական շահը, թե համաձայնվում է ավելի շատ բոլոր այն տարբերակներին, որոնք պարտադրվում են, պահանջվում են։ Նա սկսենք նրանից, որ հայկական կողմը փորձում է այսպես բոլոր փաստաթղթերում այդ փոխադարձության սկզբունքը դնել, նույնիսկ Թրիպի ստորագրության մեջ դրեց այդ սկզբունքը։ Ընտրը կայանում է նրանում, որ այդ փոխադարձության սկզբունքը հնարավոր է կիրառել, երբ որ դու ունես ուժեղ քաղաքական դիրքեր, ինչպես նաև բանակ, տնտեսություն եւ այլն։ Թրամփի օգնությամբ դու չես կարող զուտ փոխադարձություն ապահովես։ Դու պետքա իրոք այսպես փոխադարձ շահերը ստեղծես, որը թույլ կտաս այսպես մեկը մեկին զսպելով համակարգերը աշխատեցնել։ Նույն ադրբեջանական, թուրքական կողմին եւս պետք է ներկայացնել, որ դուք շահում եք Հայաստանով տարանցիկ հնարավորություն ունենալով, քանի որ դա օրինակ ենթադրենք Վրաստանով $100 եք տալիս, Հայաստանով կտակ $20, $30։ Սա եւս որոշակի այսպես տնտեսական մոտիվացիա է։ Անշուշտ ես հեռու եմ մտքից, որ միայն տնտեսական գործիքներով կարելի է լուծել այս կոնֆլիկտի խնդիրը, բայց դա էլ պետք է դնել հիմք, հա, որպես այդպեսի։ Դարձյալ կրկնեմ, Թրիպը ավելի շատ Հայաստանի համար անվտանգության համար էր պետք, որովհետև կար բավական լուրջ սպառնալիքներ եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եվ ամերիկյան կողմը փորձեց այսպես այդ անվտանգության երաշխավորը լինել։ Թրիպի վերագործարկումից կարող է օգտվել նաև օրինակ մեր հանքարդյունաբերական ընկերությունները։ Մեր հանքանյութի մոտավորապես 52%-ը արտահանվում է Չինաստան։ Եվ ամենակարճ ըստ էության ճանապարհը Չինաստան-Ադրբեջանի տարածքով է։ Եվ երկաթուղին է գործի, բնականաբար ավելի հեշտ է դա ամբողջը կատարվի։ Որտեվ շատ հաճախ մենք փորձում ենք գտնել այսպես տարբեր երկրների հակադրություններ, բայց կան նաև տարբեր երկրների շահեր։ Նույն որքան է տարօրինակ լինի, այդ Թրիպից նաև օգտվելու հենց ռուսական կողմը, քանի որ այդ հանքարդյունաբերական ընկերությունները ռուսական են, ամբողջությամբ ռուսական են։ Այսինքն ռուսական շահն էլ այստեղ կա, որտեղ ռուսական ընկերությունները կարողանան իրեն շահույթ ավելացնել, արդյունավետությունը բարձրացնել եւ այլն։ Այսինքն մենք ունենք հնարավորություններ Թրիպի վերագործարկման դեպքում։ Թիվ 1 հնարավորությունը դա ապաշրջափակումն է, նոր տրանսպորտային հնարավորությունը, նոր ենթակառուցվածքներ։ Դրանից հայկական կողմը որքան կկարողանա օգտվել կամ որքան կլինի զսպող դա Թուրքիա եւ Ադրբեջանի համար, դա դժվար է այս պահին կանխատեսել։ Բայց այդ հնարավորությունները ստեղծվել են եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից։ Չեն կարող մերժել։ Պետք է օգտվենք այդ հնարավորություններից, փորձենք զարգացնել այդ հնարավորությունները։ Այ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է օգտվել այդ հնարավորություններից։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ ծրագրեր իրականացնելու կարողություն, հմտություններ չունեն։ Բայց մարդիկ խաղաղություն են, չէ՞, վերել, վերջապես բերում։ Խոսքը վերաբերում է տնտեսական այսպես մեծ ծրագրերին, խաղաղությունը թե որքան են բերել, դա այսպես սապական ցույց կտա։ Իսկ տնտեսական ծրագրերի մասով պետք է ասեմ, որ նրանք մեծ ծրագրեր չեն կարողանում իրականացնել, դրա վրա ապացուցեն նույն Հյուսիսարավը, որ իրենց այսպես 7 տարի կառավարման 7 տարիների ընթացքում այսպես կիսատ-պռատ ավարտեցին Աշտարակ Գյումրի հատվածի շինարարությունը, երբ որ դա 2019-ին դեռ պետք է ավարտվի։ Դե գուցե էլի նախկիններն են մեղավոր, այն նախկինների ժամանակ ինչ որ բաներ են եղել, որ հիմա չեն կարող շարունակել։ Դա այն ծրագրերից էր, որ իրենք պետք է անեն, դեռ վաղուց պետք է անեն։ Օրինակ այդպիսի ծրագիր էր նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որ դարձյալ նրանք հետաձգում ուշացնում են եւ խոստանում են այս տարի կառուցել։ Նրանք չունեն այդ կառավարման հմտությունները, որը թույլ կտա մեծ ծրագրեր իրականացնել։ Այստեղ պետք է նշեմ, որ ամերիկյան կողմն էլ Հայաստանում մեծ ծրագրեր, տնտեսական ծրագրերի անելու փորձ չունի, հա, այսպես խոշոր ամերիկյան ամենախոշոր ներդրումը Որոտան հեքի այսպես
շահագործումն է, ներդրումն է, այլ խոշոր նախագծեր ամերիկյան կողմը չունի, չգիտեմ, բան կլինի, խոշոր շինարարական պրոյեկտներ լինի եւ այլն։ Սա էլ կարծում եմ ամերիկյան կողմի համար նոր շուկա է, նոր իրավիճակ, նրանք է պետք է հայկական շուկա մտնեն։ Հիմա 2026-ին նրանք նախատեսում են հայ-ամերիկյան այդ ընկերությունը ստեղծեն, հետագայում տնտեսական նախագիծը փորձեն, տեխնիկատնտեսական նախագիծը կազմեն, դնեն, դա բավականին երկար կարող է տևել 2-ից 3 ամիս, 2-ից 3 տարի, եթե այս տեխնիկական փաստաթղթե կազմակերպական 2-3 տարի հետո Թրամփը այլևս նախագահ չի լինելու։ Այստեղ հարցը առաջանում նրանց հետո եկող անձը ինչպիսի դիրքորոշում կցուցաբերի այս հարցում, որովհետև ամերիկյան քաղաքական կուրսի փոփոխությունը կարող է ազդել նաև այս ծրագրի վրա։ Այսինքն մենք պետք է գնանք այն տրամաբանության, որ 2029-ին կարող է լինել փոփոխություններ, նույնիսկ TRIP-ը կարող է ամերիկյան կողմը պայմանական տալ ռուսներին, կարող է տալ չինացիներին, կարող է տալ այլ երկրներ, այսինքն իրենք սա որպես բիզնես նախագիծ կարող են վաճառել նույնիսկ այլ երկրի, այլ այսպես ընկերությանը։ Հայկական կողմը պետք է նաև դրան պատրաստ լինի, այսինքն հույսը չդնի, որ ամերիկացիները գալու են ու ամբողջ կյանքը այստեղ այսպես իրենց ծրագիրը վերցնելու են եւ այլն։ Այսինքն միևնույն է, մեր կախվածությունը Ռուսաստանի շարունակելու է մնալ մոտակա ամեն դեպքում տասնամյակում։ Ասում եմ փոքր երկրների դեպքում անկախությունը որոշեն, որ երկրից որքան կախված լինեն։ Հիմա Հայաստանի պարագայում այո, այս TRIP-ի մասով արևմուտքից հետո կարող է փոխվել ռուսական կողմից, նշեմ, որ մեր հայկական երկաթուղին ամբողջությամբ ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո է գտնվում։ Հիմա նույն Փաշինյանը ասում է, դե TRIP-ը թող կառուցեն ամերիկացիները, ռուսներին էլ կոչանում կառուցեն օրինակ երկավանաձորի հատվածը, որը թույլ կտա բեռնափոխադրումները նվազեցնել։ Այսինքն ինքը փորձում է երկուսին էլ այսպես ներառել գործընթացներում, ինքը իր հռչակած բալանսավորող քաղաքականության շրջանակներում, եթե ինքը մի բան տալիս է արևմուտքի, մի բան է պետք է տա ռուսներին, այսինքն ինքը տրամաբանության Իմիջիալոց այս մասով որևէ նմանություն չես տեսնում նույն Սերժ Սարգսյանի քաղաքականության հետ։ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, այսպես եւ-եւի քաղաքականությունը ինքը տարիներ շարունակ փորձեց իրականացնել, բայց եկավ մի փուլ, որ ինքը այսպես որոշումը կայացրեց իր մասով։ Բայց այո, արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալը, նաև արևմտյան տարբեր շրջանակներ այստեղ ներառելը, նրանց լայն հնարավորություններ ստեղծելը, այո, այդ մասով կա բավականին նմանություն եւ ավելին ասեմ, տնտեսական քաղաքական կուրսն է նույնիսկ նախկինի նման շարունակվում է։ Նույն օրինակ պետական պարտքի ավելացման մասով, պետական եւ այլ մասով։ Այս պետական պարտքի ավելացումը օրինակ ասում եմ, որ քանի որ չի անցնում հնայի այն չափը, որը որ թույլատրված է, նորմալ է ամեն ինչ, մտահոգվելու կարիք չկա, մեր արտաքին պետական պարտքը գտնվում է իդեալական վիճակում։ Նայեք, մենք ունենք միջազգային այսպես ընդունված նորմեր, եթե հնայի 60%-ից ցածր է, ուրեմն նորմալ է, այո։ IMF-ի այսպես դեղատոմսերից մեկն է։ Բայց տարածաշրջանի երկրների օրինակ պետական պարտքը ավելի ցածր է, քան Հայաստանի։ Բացի այդ, նշեմ, որ պետական պարտքի մեծությունը չի խնդիրը, թե դու ոնց ես այդ գումարը ծախսում։ Հայաստանը վերջի 7 տարիների ընթացքում իր պետական պարտքը կրկնապատկել է, եւ պետք է կրկնապատկել է ի հաշիվ ներքին պարտքի, այսինքն պարտատոմսերը թողարկել դրամ է հավաքել տնտեսության մեջից։ Եվ այդ գումարը որտեղ է ներդրել, հիմնականում ներդրել է այսպես ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, աշխատավարձերի արտ, մասամբ թոշակներ, նպաստներ եւ այլն։ Իր ասած այն, որ զենք են գնել կամ չգիտեմ արցախցիների համար բնակարան են գնել, Ներես, այսինքն ընթացիկ ծախսերն է հոգացել։ Ընթացիկ ծախսեր, այսինքն եթե դու պարտք վերցնես, ստեղծես այնպիսի օբյեկտներ, որ աբակայում քեզ շահույթ է բերել, օգուտ է բերում, այդ դեպքում կարող ենք ասել, այո, նորմալ է պարտքը։ Նույն օրինակ անձանց տեսանկյունից, օրինակ մարդ կարող է հեռախոս ապառիկ վերցնել եւ կամ կարող է մարդը օրինակ ավտոմեքենա այսպես ապառիկ վերցնել եւ դրանով առաքումներ կատարել, հա, առաքման դեպքում ինքը փող է աշխատել, ոնց հեռախոսի դեպքում ինքը ուղղակի սպառել է։ Մեր ժողովուրդը, մեր պետությունը գնում է հենց այդ ճանապարհով։ Իրանք վերցնում են վարկեր, ներկա սպառումը ապահովել։ Այսինքն կարող ենք ասել, որ նույն այն դպրոցները, մանկապարտեզները, որոնք որ կառուցվում են վարկերի այդ մարդկանց
համար վերցված վարկերի հաշվին, կոպիտ ասած, ժողովրդի վրա վարկային բեռը ավելացվում է, կառուցվում է իր համար դպրոց եւ դա ներկայացվում է որպես դպրոցների կառուցումը կամ մանկապարտեզների կառուցումը անշուշտ շատ կարեւոր է, բայց դա չպետք է գերագնահատել, հա, այդ ծրագրերը։ Իրենց թվում է դպրոց կառուցելով, մանկապարտեզ կառուցելով բոլոր այսպես կրթական խնդիրները կլուծվեն մեկ օրվա ընթացքում։ Իհարկե ոչ։ Դե չէ, բայց ընտրությունների ժամանակ ձայներ դա այո, կարող է ապահովել նրանց համար ձայներ, դա կարող է լավ իմիջ ստեղծել եւ այլն, բայց պետք է նշեմ, որ տնտեսական, ֆինանսական տեսանկյունից այդ ծախսերի արդյունավետությունը, դրա օգուտները կարող են գալ ապագայում, 10 տարի հետո, 20 տարի կարող են գալ, հա։ Եթե դու դպրոցի ուսուցիչների որակական փոփոխություն չես անում, կրթական համակարգի փոփոխություն չես անում, նույնիսկ լավ դպրոցներում անորակ կրթություն են տալիս։ Հիմա մենք այդ իրավիճակ ունենք, մենք ունենք լավ դպրոցներ, բայց անորակ կրթություն, դպրոցական կրթություն։ Դրան գումարած նաև նույն այս մենք խոսեցինք տնտեսական այդ զարգացում, բայց դարձյալ պաշտոնական թվերով ամեն երրորդ երեխան աղքատության մեջ է ապրում։ Այսինքն աղքատ երեխան, որը սնունդ չի ստանում, ինքը լավ դպրոցում չի կարողանալ լավ սովորել, հա? Այսինքն ինքը ընտանիքում սնունդ չի կարողանում ստանալ։ Որակյալ սնունդ չի կարողանում ստանալ։ Կուզեմ նորից վերադառնանք արտաքին պարտքին։ Արտաքին պարտքի ավելացումը ինչ ռիսկեր է պարունակում։ Նախ նշենք, որ ընդհանուր պետական պարտքի մասին խոսենք, հա, պետական պարտքի ավելացումը ռիսկը կայանում է նրանում, որ պետությունը տարեկան այս գումարները հատկացնում այդ այսպես պարտքը սպասարկելու համար։ Այս պահին մոտավորապես 12-13% մեր բյուջեի հատկացնում ենք ընդհանուր պետական պարտքը սպասարկելու համար։ Եվ նշեմ, որ վերջի տարիների ընթացքում մենք այդ սպասարկման գումարը ավելացրել ենք, ինչու՞։ Քանի որ նախկինում օրինակ պետական պարտքի ենք վերցնում դոլարով, որի դեպքում 2-3% էր, վարկի տոկոսը, հիմա մենք ներքին պարտք ենք վերցնում պարտատոմսերի ձևով, որտեղ 10%-ը 9%, այսինքն ստիպված ենք լինում ավելի շատ վճարել պարտքի համար, քանի որ ներքին պարտք ենք մենք ավելացնում։ Այս պարտքի սպասարկումը այս պահին խնդիր չկա, այսինքն մեր բյուջեն հավաքագրվում է, կարողանում ենք անել, թե ինչ ձևով է հավաքագրում, դրա մասին խոսենք, բայց այս պահին խնդիր չէ, բայց այն օրը, երբ որ մենք խոսեցինք ռուսական գործոնը, արտաքին գործոնը, վերանա, մեր բյուջեն չեն կարողանալու այսքան հավաքագրենք, բայց պարտքի սպասարկումը մնալու է։ Ինչպես ենք այդ պարտքը սպասարկելու։ Այսինքն իրենք պետք է ունենան ռազմավարություն տեսլական, որի ընդհանրենք 3 տարի հետո, 4 տարի հետո այս ռուսական գործոնը դուրս է գալիս մեր տնտեսության մեջ։ Դե տուրիզմն է զարգացնում։ Տուրիզմի միջոցով մենք այդքան հարկային մուտքեր, եկամուտներ չեն կարող ունենալ։ Իհարկե թողա տուրիզմը, թողան բերեն իրենց այդ փողերը, բայց այդ եկամուտների մուտքերը չեն կարող փոխարինել։ Մենք պետք է մտածենք այլ եկամտի աղբյուրներ։ Օրինակ այլ եկամտի աղբյուր գործող իշխանությունները դարձնում են ամուսարի շահագործումը, չեն թաքցնում, այսինքն իրենց հույսը, որ օրինակ ռուսական գործոնը որ դուրս գա, իրանք այսինքն մասամբ կարա փոխարինի ամուսար, եւ պատական չէ, նրանք արագացեցին, պետությունը երաշխավոր կանգնավ վարկի ձեռքբերման համար, նախատեսվում է 26 թվականի ավարտին արդեն սկսեն որոշակի process-ներ, դա պատահական չէ, նրանք լավ հասկանում են, որ պետք է նոր գործոններ բերեն մեջտեղ, որ կարողանան այս տնտեսական աճը կամ տնտեսական այս եկամուտները ապահովել։ Բայց մի բան օրինակ ստացվել է, դրամը կայունացել է, ամեն դեպքում դոլարի եւ եվրոյի նկատմամբ կայուն դիրքեր է պահում, ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Ես նշեցի, որ Հայաստանը շարունակում է սպասարկել Ռուսաստանի տնտեսությունը եւ ռուսական գումարները, փողերը պատտվում են Հայաստանով, դոլարն է մեծ քանակությամբ պատտվում, եվրոն եւ այլ արժույթներ, որը թույլ է տալիս հայկական դրամը արժևորել։ Դրան գումարած նաև վերջի շրջանում պետությունը կառավարությունը վարում է այսպես անկանխիկ գործակների դեմ պայքար, հա, եւ դրա հետևանքով տնտեսության մեջ կրճատվեց, այո, անկանխիկ գործակների դեմ պայքար, դրա հետևանքով կրճատվել է կանխիկ դրամի քանակությունը։ Նույն օրինակ շատ հաճախ ավտոմեքենաները մարդիկ ձեռք են բերում կանխիկ դոլարով, տունը ձեռք են բերում կանխիկով, հա։ Հիմա այդ կանխիկները կանխիկ դոլարների նկատմամբ պահանջարկը նվազեցրել եւ դա էլ է իր ազդեցությունը թողել մեր տնտեսության վրա եւ այս փոխարժեքի վրա։ Նաեւ կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունը, որը հիմնականում փորձում է իրանք գների կայունություն են փորձում ապահովել, նշեմ, որ եթե
օրինակ դրամը լիներ 500 դրամ, ապա մենք չէինք ունենա 2-3% գնաճ։ Մենք ունենայինք 5-6%, նույնիսկ ավելի բարձր գնաճ։ Այսինքն իրենք նաև դրամի արժևորմամբ զսպում են նաև գնաճը, ներկրվող ապրանքների գնաճը։ Երբ որ այն օրը, երբ որ մենք ունենանք 500 դրամ օրինակ դոլար վերականունը, ապա մեր գնաճը կտրուկ ավելանալու է։ Այսինքն տարբեր նպատակներով իրանք փորձում են այս 380-390-ը պահել։ Սա մեծ վնաս է հասցնում տեղական արտադրությանը։ Ես նշեցի դրա մասին, որ տեղական արդյունաբերությունը բավական լուրջ ճգնաժամ ունի, այսինքն իրանք չեն կարողանում մրցակցել այս փոխարժեքով։ Ստացվում է, որ նրանք պետք է կամ արևմտյան ռուսական շուկաներում գինը ապրանքի իջեցնեն, սրան պետք է հրաժարվեն այդ շուկաներից։ Ուրիշ տարբերակ չի մնացել նրանց։ Իսկ այս պարագայում բոլորը չէ, որ ի վիճակի են իջեցնել իրենց ապրանքի գինը, որ կարողանան մրցունակ լինել արևմտյան շուկայում։ Մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք տնտեսական, սոցիալական, եւ այդ խնդիրների հիմքում ընկած է շատ այսպես չհամակարգված զգացմունքային հախորն քաղաքականությունը։ Դրա վառ օրինակը նույն Փաշինյանի հայտարարությունը այս կամ այն խանութը բացել փակելը, չգիտեմ, այս կամ այն ապրանքը թույլ տալ կամ թույլ չտալը, այսինքն կառավարությունը իրավունք չունի նման ազդակներ փոխանցել տնտեսվարողներին։ Հայաստանում պետք է գործի օրենքը եւ վարչարարությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վերջերս, որ Հայաստանում հեղափոխությունը 2018 թվականի բերեց նաեւ ժողովրդավարություն տնտեսության մեջ, այսինքն մարդիկ ավելի ազատ են, ոչ ոք իրենց չի խանգարում, ոչ ոք չի ճնշում։ Ինչ կասես այս մասով։ Նշեմ, որ կիսա ճշմարտություն է իր ասածը, որ ավելի վատ է իրականության մեջ։ Այո, մենք ունենք բավական լուրջ փոփոխություններ տնտեսության մեջ։ Օրինակ, տարբեր ապրանքներ դու կարող ես ներկրես նախկինի տարբերություն նախկինի։ Բայց ներկրելով հանդերձ դու իրացման խնդիր ունես, քանի որ օրինակ մարածախ ցանցը ամբողջությամբ գտնվում է մի քանի հոգու ձեռքում։ Բերես այդ ապրանքը որտեղ ես վաճառելու։ Դրան գումարած նաև հարկային վարչարարությունը բավականին կոշտացել է եւ խիստ է։ Այո, դրանք ակտիվ պայքար են տանում ստվերի դեմ, բայց երբեմն այսպես իրեն գնում են տաշտակի տակը քերելու քաղաքականությամբ։ Կան հարկային օրենսդրության մեջ բազմաթիվ դեպքեր, երբ որ այսպես տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս, հա։ Իրենք դնում են, ենթադրենք, ակտը գրում են 2 միլիարդ, ասում են գնա բողոքարկի։ Միջև բողոքարկելը ուղարկում են մի հատ այդ 2 միլիարդի ակտը քննչական, ասում են քննիչներ, գնացեք այս գործը քննեք, որովհետև հարկերի չարամտարան խուսափելը քրեական հոդված է։ Այդ քննիչը կանչում է, ասում է կամ այս 2 միլիարդը վճարի, կամ էլ կալանք ենք, գործ ենք անում, կալանք ենք տալի։ Այդ մարդը տանում վճարում է, հետո կդիմի դատարան, չի դիմի դատարան, ինչքան կտևի այդ դատական քննությունը Աստված գիտի։ Այսինքն իրենք գնում են բավականին կոշտ միջոցներով փողեր հավաքագրելու ժամանակ։ Իրեն փաստացի լցնելու, որովհետև միշտ տվերը աշխարհի բոլոր երկրներում կարծում եմ դու էլ դա կփաստես, ինչ որ չափով կա, բայց դա նորմալ է, որ լինի։ Եվ նրանց նայեք, նրանք այս վերջի տարվա ընթացքում նաև մի հատ սխալ կուրս բռնեցին փոքր միջին բիզնեսի նկատմամբ, որ փոքր միջին բիզնեսին ինչի պետք է տանք շրջանառության հարկի հնարավորություն, որ նրանք փաստաթուղթ չունենան։ Նայեք, խնդիրը ստե փաստաթուղթը չի, այլ խնդիրը այն է, որ փոքր միջին բիզնեսը ուզում է հստակ, այսպես չափելի, հասկանալի հարկային դրույքաչափ ունենա։ Օրինակ, ես վճարում եմ 6%, 7% եւ վերջ, ինձանից էլ ոչ մեկ ոչ մի թուղթ չի ուզում, հիմնավորումներ չի ուզում, այս թուղթը կարելի է, այս թուղթը չի կա։ Խնդիրը փաստաթղթերի մեջ չէ։ Խնդիրը բարձ հստակ իմանալու մեջ է։ Հիմա գործող այսպես կառավարությունը որոշել է փոքր միջին բիզնեսը չէ, չպետք է այդպիսի հարկային քաղաքականության հնարավորությունները, քանի որ դա ստվերի հենքեր է ստեղծում, խոշորները կարող են տեղավորվել այդտեղ, կամ փոքրները ինչ-որ բաներ են թաքցնում։ Իրականության մեջ սա լուրջ խնդիր է առաջացնում։ Հիմա օրինակ անցած տարի այդ նույն տրամաբանությամբ հարկային դրույքաչափերը կրկնապատկեցին իրենք եւ մանրածախի համար, եւ հանրային սննդի համար, եւ արտադրության համար եւ այլն, եւ դա լուրջ խնդիր առաջացավ։ Եվ անցած տարվա պաշտոնական թվերով մոտ 30,000 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը։ Սա ավելի
մեծ թիվ է, քան նույնիսկ 2020 թվականի կորոնայի տարում։ Այսինքն ակնհայտ է, որ փոքր միջին բիզնեսը չկարողացավ դիմանալ այս իրենց հարկային դրույքաչափերի աճին եւ փակեցին իրենց բիզնեսները։ Եվ առանձին ուղղությունը լուրջ խնդիրներ կան հանրային սննդի առևտրի դեպքում, նրանք չեն կարողանում մրցակցել սուպերմարկետների հետ եւ այլ եւ այլ։ Դա նրանք չեն հասկանում, չեն գնահատում։ Փոքր միջին բիզնեսը իրանք դիտարկում են զուտ հարկի տրամաբանությունից, բայց փոքր միջին բիզնեսի խնդիրը միջին խավի ձևավորման գործում մեծ դերակատարում ունի։ Ասենք ինքը փոքր միջին բիզնես պահելով ինքը խնդիր չունի աշխատատեղ ստեղծելու պետությունը իր համար, նպաստ չի տալի, թոշակ չի տալի, հա, այսպես ասած, ճակերտավոր այդ մարդկանց, իրանք իրենց գլուխը պահում։ Այսինքն կարող ենք փաստել, որ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը չի նպաստում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Հակառակը գլխատում է փոքր եւ միջին իրենք գնում են այն տրամաբանությամբ կարևորը շատ հարկեր վճարեն, թե ով կվճարի, իրենց դա չի հետաքրքրում։ Թող բացեն միջազգային փորձը ուսումնասիրեն, զարգացած երկրների թվերը նայեն։ Այնտեղ փոքր միջին բիզնեսը ամենաշատ հարկերն են վճարում։ Եվ պատահական չի, որ այնտեղ արտոնություններ են տալի փոքր միջին բիզնեսին, ստարտափներն եւ այլն։ Եվ գուցե շատ բաների վրա աչք են փակում։ Այո, նույն տարբեր երկրներում կանխիկը նորմալ է, թույլատրվում է չափի մեջ։ Իրենք չգիտես ինչու այդ կանխիկի դեմ պայքար սարքել են ինչ-որ դոգմա եւ ամեն ինչ փորձում են այդ պրիզմայով դիտարկեն։ Այդպես չի։ Այսինքն փոքր միջին բիզնեսի համար նորմալ է կանխիկի որոշակի չափը, առևտուրը եւ պետական քաղաքականությունը պետք է ընկնի ծայրահեղությունների մեջ։ Փոքր միջին բիզնեսը շատ կարևոր է ցանկացած երկրի համար եւ մենք պետք է փայփայենք, օգնենք նրանց, ոչ թե ամեն ձև խեղդենք, ասենք դե լավ չեք կարող աշխատեք, դուրս եկեք շուկայից։ Ու հիմա շատերը դուրս են գալիս ուղղակի։ Ինչ սպասենք 2026 թվականին։ 26 թվականի վրա մեծ ազդեցություն ունի նախընտրական տրամադրությունը եւ գործող իշխանությունները այդ նախընտրական տրամադրություններից ելնելով տարբեր քայլեր են իրականացնում։ Նույն օրինակ հայտարարման այդ ինստիտուտի այսպես հետաձգումը, ավտոմատացումը, դա նաեւ այդ քայլերից մեկն է։ Նրանք շարունակեն նաեւ մեծ գումարներ ծախսել ճանապարհաշինության, դպրոցաշինության, այսպես մանկապարտեզների կառուցման վրա։ Կփորձեն նաև այսպես որոշակի սոցիալական ծրագրեր իրականացնել նույն այդ տրամաբանության մեջ։ Բայց մեր տնտեսության մեջ այդ որակական փոփոխությունները չենք սպասում, չեն կարող ակնկալել։ Նրանք չունեն այդ ծրագրերը եւ 2026-ի այսպես նոր հայտնությունը լինելու ամուսարի վերագործարկումը, այլ այսպես նոր հանգամանք չունեն եւ Հայաստան Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ընկերության ստեղծումը նախնական ամերիկյան կողմը արդեն 140 միլիոն դոլարի չափով գումար է արդեն նախատեսել այդ ծրագրի համար եւ պետք է սկսեն որոշակի տեխնիկատնտեսական հաշվարկներ դա ինչքան կտևի մրցույթը, չգիտեմ, կազմել այդ աշխատանքները Աստված գիտի։ Դրան գումարած կարծում եմ այս 2026 թվականի ընթացքում կշարունակվի Ադրբեջանից այսպես որ Ադրբեջանից կամ Ադրբեջանի տարածքով որոշակի բեռնափոխադրումների կազմակերպումը Հայաստանին դարձով տալով այդ ազդակը եւ այդ ազդակի թիվ 1 շահառուն անշուշտ գործող իշխանություններն են Փաշինյանը եւ իրենք 2026 թվականի հունիսի ընտրություններին դա լավ ներկայացնել են տեսեք ժողովուրդ մենք առևտուր ենք արդեն սկսել անել եւ դա նախընտրական իրենց հիմքերից մեկն է դառնալ այդ առևտրային գործարքները որ իրենք անում են Ադրբեջանի հետ։ Այսինքն կարող ենք փաստել որ նաեւ դա կօգնի որպեսզի վերընտրվեն 2026։ Այո, նրանք բավականին համակարգված աշխատում են ընտրությունների եւ վերարտադրության համար։ Դա չեն թաքցնում եւ իրենց բոլոր քայլերը ուղղված են հենց դրան։ Իրանք երկար չեն փորձում պլանավորեն, ծրագրավորեն 3 տարի, 4 տարի։ Դի մեկ խնդիրը այդ տնտեսական, այդ սոցիալական ծրագրերի ընտրություններում իրենց հաղթանակը ապահովելն է եւ այդ բոլոր ծրագրերը ուղղված են դրան։
Շնորհակալ եմ Սուրեն, որ համաձայնվեցիր եւ եկար։ Հիշեցնեմ, որ Analytic Talk հաղորդման հովանավորներն են Կրեպերի սրճարանը եւ Ֆինապ հաշվապահական ընկերությունը։ Անպայման գրանցվեք, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, լայքեք, մեկնաբանություններ գրեք, նշեք ձեզ հուզող հարցերի մասին, ինչպես նաեւ թե ում կուզեիք տեսնել որպես հյուր։ Կարող եք աջակցել Analytic Talk հաղորդմանը Patreon եւ Donation Alerts համակարգերի միջոցով, ինչպես նաեւ բիզնես համագործակցությունների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին։ Լավ եղեք, ստեյ տյուն, կհանդիպենք։